Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խոսում էր բանակում տիրող բացասական բարքերից, որ այդ բարքերը նորակոչիկները բերում են բանակ քաղաքացիական կյանքից, ավել չեն անում, քրեական ենթամշակույթով են շարժվում, փորձում են իրար վրա գերակայություն հաստատել եւ այդտեղից էլ բխում է բռնություն, սպանություններ, ինքնասպանություններ, բանակից խուսափել եւ այս ընդհանուր վիճակը բանակի։ Ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը իր խոսքերի մեջ կարծես ժողովրդին է մեղադրում, իշխանությունը այդտեղ չկա, սակայն պետք է նրան հարցնել, իսկ որտեղ այդ ամեն մեջ պետությունը, իշխանությունը, համակարգը, զրկարտություն ստացած սպաները, զինվորները չեն տարիներ շարունակ բանակում կոռուպցիայով եւ հովանավորչությամբ զբաղվել։ Երբ երիտասարդ տղան գալիս է բանակ եւ տեսնում է, որ այնտեղ չկա արդարության մթնոլորտ, հավասարություն, ելույթ մնաց տեսնի պրոֆեսիոնալիզմ եւ մարտունակություն։ Իսկ ով պետք է դա հաստատի, եթե ոչ սպայական հանձնակազմը։ Բանակը տղաների կյանքում կարևոր դպրոց է, եւս մեկ դաստիարակվելու վայր է։ Պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Յուրաքանչյուր իշխանություն տարիներով օդի մեջ խոսելու փոխարեն պետք է իրապես քաղաքական կամք դրսևորել բարեփոխումներ իրականացնելու եւ ուժեղ բանակ կառուցելու համար։ Խոսքը մեր վերաբերմունքի մասին է սեփական անվտանգությանը եւ սեփական ժողովրդին։ Եվ մինչև արդարության մթնոլորտ եւ հավասարություն չհաստատվի բանակում, ոչինչ չի կարող փոխվել դեպի լավը։